Երգի ուժը։ Գեղեցիկ և աստվածային կապ կա սիրո և երաժշտության միջև։ Դրանք զարգացնում և բացահայտում են միմյանց։ Երաժշտությունը մեզ տեղափոխելու զորություն ունի։ Երաժշտության մեջ ընկղված խոսքերն ի զորու են դիպչելու մեր սրտի այն տեղերին, որոնց ուրիշ ոչինչ չի կարող հասնել։ Բոլորս հափշտակվել ենք մեծ ուրախությամբ կամ հայտնվել ենք խոր տրտմության մեջ երգի զորության ներքո։ Երաժշտությունը կարևոր բանալի է Աստծո հանդեպ մեր սերն արթնացնելու համար, որովհետև այն ի զորու է տեղափոխելու մեզ մեր իրականությունից դեպի Աստծո ներկայություն։ Այն բացահայտում է մեր իսկական և խոր հույզերը, մեզ ավելի է մոտեցնում Աստծո սրտին։ Այն կարող է խոսել մեր փոխարեն, երբ դժվարանում ենք արտահայտվել և տոգորվում ենք ճնշող զգացմունքներից։ Գիտեք, որ երաժշտության վրա կա օծություն, հետևաբար իմաստությամբ պետք է ընտրել այն։ Հին կտականում օծությունը ամենից հաճախ ասոցացվում էր թագավորի, քահանայի կամ մարգարեի վրա յուղ լցնելու հետ։ Յուղը Աստծո Հոգու խորհրդապատկերն է։ Նոր կտականում օծությունը խորհրդանշում է Սուրբ Հոգու ներբնակությունը և Քրիստոսին հայտնելու զորությունը։ Այսպիսով, աստվածային օծված երաժշտությունը լիազորված է Հոգուց մեզ նրա ներկայության մեջ ներգրավելու համար։ Պատահել է, երբ երկրպագության ժամանակ նրա ներկայությունը լիովին տիրել է ինձ, թեև ես նրան չեմ տեսել իմ աչքերով, բայց նա կարծես համակել է իմ ամբողջ էությունը։ Այդ ներկայության մեջ ես լիովին ապահով և սիրված եմ զգացել, քանի որ երաժշտությունն ունի զորություն հուզականորեն մեզ ինչ-որ վայր տանելու, կարևոր է, որ իմաստությամբ ընտրենք մեր նպատակակետը։ Եթե ցանկանում եք քայլել մաքրության մեջ, պետք է պաշտպանվեք անցանկալի ազդեցություններից։ Երաժշտությունը կշրջանցի ձեր պաշտպանության առաջին գիծը և բնակություն կհաստատի ձեր մտքում, նույնիսկ եթե դա չեք ցանկանում։ Միգուցե դուք երբեք անձամբ չեք երգել տվյալ երգի բառերը, բայց դրանք ձեր մտքում են, շարունակ հիշեցնելով երգի ուղերձը։ Բոլորս լսել ենք, թե ինչպես են մարդիկ դժգոհում, այդ երգը մտքիցս դուրս չի գալի, ուստի անմաքուր երգերը փոխարինեք այլ երկնային երգերով։ Ոչ բոլոր երկրային երգերն են վատը, բայց ոչ բոլորը ձեզ կմոտեցնեն Աստծուն։ Երկնքի երգերը կմոտեցնեն։ Երբ երգում ենք այդ երգերը, հռչակում ենք մեր սերն ու փափագը Աստծո հանդեպ։ Դա երկրպագության ձև է, իսկ երկրպագությունը երկրպագողի մշտապես զինում է առավել խոր հայտնությամբ իր ցանկության առարկայի մասին։ Դուք կարող եք գործածել երաժշտության ուժը Աստծո ներկայությունը վայելելու համար։